Սիբիրյան Արկտիկայի տարածքում հազվագյուտ երկրաշարժ է տեղի ունեցել, որը նոր ռիսկերի մասին հարցեր առաջացրեց ոչ միայն Ռուսաստանի, այլև ողջ աշխարհի համար։ Մինչդեռ այլ շրջաններ տուժում են ռեկորդային տեղումներից, հրդեհներից ու փոթորիկներից։ Հաջորդ մի քանի րոպեների ընթացքում մոլորակի վրա տեղի ունեցած կլիմայական իրադարձությունների ակնարկը փետրվարի 26-ից մինչև մարտի 4-ը։ Աֆղանստան։ Փետրվարի 25-ից ի վեր հորդառատ անձրևները ամպրոպներով, ձյան տեղումներով, ջրհեղեղներով և նույնիսկ պտտահողմերով հարվածել են Աֆղանստանի մեծ հատվածին։ Հատկապես տուժել են Ֆարահ, Քանդահար, Գիլմենդ և Ուրուզգան նահանգները, որտեղ տարերքից զոհվել է առնվազն 46 մարդ։ Ավերիչ տարերքի պատճառով տարածաշրջանը լուրջ կորուստներ է կրել։ Ամբողջությամբ ոչնչացվել է ավելի քան 2000 արևային վահանակ, 240 բնակելի տուն, և տասնյակ շենքեր վնասվել են, տուժել են գյուղատնտեսական նշանակության հողեր։ Փետրվարի 25-ին մարդիկ, ովքեր եկել էին Ֆարահ նահանգի լեռնային շրջան հանգստանալու, սար բարձրանալիս ընկել էին հանկարծակի տեղատարափի և կարգտահարության տակ, ջրի բուռն հոսքերը բառացիորեն քշում էին մարդկանց խոր ձորերը, փրկության հնարավորություն չթողնելով նրանց համար։ Մարտի 1-ին երկրի հարավում, Ուրուզգան նահանգում, սողանք է տեղի ունեցել մարդկանցով լի բնակելի տունը թաղելով հողի տոննաների տակ։ Տեղի բնակիչները ցնցված են տեղի ունեցածից։ Նրանցից մեկը պատմել է, որ իր կյանքի 60 տարիների ընթացքում ինքը երբեք նման քամի, անձրև և փոթորիկ չի տեսել։ Նրա խոսքով տարերքն այնքան հզոր էր, որ ցանկապատերը քշվել են 30-ից 35 մետր հեռու, իսկ փայտե շինությունները պարզապես ցրվում էին քամու ճնշման տակ։ Իսպանիա։ Փետրվարի վերջից Իսպանիայի մայրցամաքային մասը ենթարկվում է հորդառատ անձրևների, ձյան տեղումների և ջրհեղեղների։ Մուրսիայի, Անտալուսիայի և Վալենսիայի շրջաններում տեղ-տեղ ռեկորդային տեղումներ են գրանցվել։ Տեղումների ամենաշատ քանակությունը գրանցվել է Կաստելոնիա նահանգում, ավելի քան 258 լիտր 1 քառակուսի մետրի վրա։ Վալենսիայի դպրոցներում դադարեցվել են դասերը, տասնյակ ճանապարհներ արգելափակվել են։ Մուրսիայի շրջանի Լորկա քաղաքում մեկ մարդ մահացել է այն բանից հետո, երբ իբր փորձել է մեքենան վարել հեղեղված գետի հունով։ Հյուսիսային Սարահարթի և կենտրոնական համակարգի լեռներում առատ տեղումներ են գրանցվել։ Արտակարգ դրություն է հայտարարվել Կաստիլիա և Լեոն շրջաններում։ Սորիա նահանգում մոտ 500 մեքենա մնացել է ձյան մեջ։ Խերեսի մունիցիպալիտետում կես ժամից էլ պակաս ժամանակում տեղացել են ավելի քան 120 լիտր տեղումներ 1 քառակուսի մետրի վրա, այդ թվում կարկուտ, ինչը հանգեցրել է ձեռնարկությունների և մի քանի տների հեղեղմանը։ Տեղի բնակչուհիներից մեկը կանգնած է շատ դժվար ընտրության առաջ՝ փրկել իր 2 փոքր երեխաներին թե հաշմանդամ հորը, երբ ջուրը հեղեղեց նրա տունը, բարեբախտաբար օգնությունը ժամանակին եկավ։ 40 մարդ, որոնք արգելափակված էին ավտոմեքենաներում Ը4 ավտոմայրուղու վրա, տարանվել են փրկարարների կողմից։ Վատ եղանակը լուրջ վնաս է հասցրել նաև Խերես Անխել Նիետո ավտոդրոմին, որտեղ ապրիլին պետք է անցնի մոտոարշավների աշխարհի առաջնության փուլը։ Ճապոնիա։ Ճապոնիայի Իվատե պրեֆեկտուրայի Օֆունատո քաղաքում փետրվարի 26-ին բռնկված անտառային հրդեհը շարունակում է տարածվել։ Դրա տարածքն արդեն հասել է 2100 հեկտարի, որն հանդիսանում է երկրի ամենամեծ անտառային հրդեհը վերջին տասնամյակների ընթացքում։ Հաշվի առնելով տարերային աղետի մասշտաբները, կրակը զսպելու համար գործի են դրվել 14 պրեֆեկտուրաների հրշեջ հաշվարկները։ Ընդհանուր առմամբ, հրշիջման աշխատանքներին մասնակցել են գրեթե 1700 մարդ, 18 ուղղաթիռ, որոնցից 6-ը հատկապես հզոր, ջրի տարածման բարձր արտադրողականությամբ։ Չնայած ծառայությունների ջանքերին, կրակը վնասել կամ ոչնչացրել է առնվազն 84 շենք, որոնց թվում եղել են նաև բնակելի շենքեր։ Տարհանվել է ավելի քան 1200 մարդ։ Զոհերից խուսափել չի հաջողվել Կոչիի շրջանում հայտնաբերվել է հրդեհի մեջ մահացած մեկ մարդու մարմին։ Հարկ է նշել, որ փետրվարին ձյան ռեկորդային տեղումների ֆոնին որոշ պրեֆեկտուրաներում արձանագրվել է տեղումների սուր դեֆիցիտ։ Օֆունատո քաղաքում տեղացել է նորմայի 10%-ից պակաս, ինչը դարձել է նվազագույն ցուցանիշը 1964 թվականի օդերևութաբանական դիտարկումների սկզբից ի վեր և վատթարացրել է հրդեհների հետ կապված իրավիճակը։ Գարանս արևադարձային ցիկլոն։ Փետրվարի 28-ին Գարանս արևադարձային ցիկլոնը դուրս եկավ ֆրանսիական Ռեյունիոն կղզու հյուսիսային ափ։
Իշխանությունները հայտարարել են վտանգի առավելագույն մակարդակ և բնակիչներին կոչ են արել գտնվել ապաստարաններում։ Մայրաքաղաք Սան-Դենիում բնակիչները շտապում էին հավաքել առաջին անհրաժեշտության իրերը, ֆերմերները ապամոնտաժում էին ջերմոցները, իսկ ձկնորսները նավակները դուրս էին բերում ցամաք։ Տարերքը բերեց տեղատարապ անձրևներ և քամու պոռթկումներ, ժամում գրեթե 214 կմ արագությամբ։ Արմատախիլ են եղել հազարավոր ծառեր, վնասվել են ճանապարհներ ու կամուրջներ, ջրի տակ են անցել հարյուրավոր տներ։ Առնվազն 180,000 տուն մնացել է առանց էլեկտրականության, գրեթե նույն քանակը, առանց ջրամատակարարման, 139,000 տուն, առանց ինտերնետի ու կապի։ Զոհվել է 4 մարդ, կան վիրավորներ։ Հարկ է նշել, որ արևադարձային ցիկլոնները հաճախ ազդում են Ռեյունիոնի վրա, սակայն դրանց կենտրոնը, որն առավելագույն ազդեցություն է թողնում, գրեթե երբեք չի անցնում անմիջապես կղզու վրայով։ Վերջին անգամ դա տեղի է ունեցել 36 տարի առաջ։ Տեղի բնակիչներից մեկը խոստովանել է, որ առաջին անգամ է նման հզոր ցիկլոն տեսնում և առաջին անգամն է իսկապես վախեցել։ Հարավային կիսագնդում անսովոր և չափազանց տագնապալի եղանակային երևույթ է գրանցվել։ Փետրվարի 25-ին Հնդկական և Խաղաղ օվկիանոսներում միաժամանակ մոլեգնել են 6 արևադարձային ցիկլոններ։ Վերջին տասնամյակների ընթացքում դա եղել է միայն մեկ անգամ՝ 1989 թվականին։ Հարավային կիսագնդում արևադարձային ցիկլոնների սեզոնը դարձել է անոմալ ինտենսիվ, ընդամենը գրանցվել է 22 ցիկլոն, իսկ դրանց ընդհանուր էներգիան մինչև փետրվարի 26-ը գերազանցել է նորման 30%-ով։ ԱՄՆ Մարտի սկզբին հարավային և հյուսիսային Կարոլինայի նահանգները բռնկված էին տասնյակ անտառային հրդեհներով, չոր եղանակը և ուժեղ քամին իդեալական պայմաններ են ստեղծել կրակի արագ տարածման համար։ Ամենամեծ վտանգը ներկայացրել է Կարոլինա Ֆորեսթի հրդեհը Միրտլ Բիչից արևմուտք ընկած շրջանում, որը հայտնի հանգստավայր է հարավային Կարոլինայում։ Մարտի 1-ին բռնկվելով, այն ընդամենը մեկ գիշերվա ընթացքում ընդգրկել է մինչև 650 հեկտար, ստիպելով իշխանություններին շտապ տարանել բնակիչներին։ Հարավային Կարոլինայում արտակարգ դրություն է հայտարարվել։ Հաջորդ օրվա երեկոյան հրշեջները կարողացել են կրակը տեղայնացնել 30%-ով։ Բարեբախտաբար, տուժածներ և այրված շինություններ չկան։ Ծուխը պատել է ավտոմայրուղիները, նվազեցնելով տեսանելիությունը, իսկ դպրոցներում դասերը տեղափոխել են փակ տարածքներ։ Հնդկաստան Փետրվարի 27-ին ուժեղ տեղումներ են գրանցվել Հնդկաստանի Հիմաչալ Պրադեշ նահանգում, առաջացնելով հանկարծակի ջրհեղեղներ, սողանքներ և սելավներ։ Անձրևները փակել են ավելի քան 400 ճանապարհներ, ներառյալ 4 ազգային մայրուղիներ։ Մարտի 1-ին Չամբա շրջանում զանգվածային սողանք է տեղի ունեցել, խաթարելով տրանսպորտի երթևեկությունը և ժամանակավորապես փակելով մայրուղին, բարեբախտաբար տուժածներ չկան։ Շատ շրջաններում նույնպես զգալի քանակությամբ ձյուն է տեղացել։ Մեկ օր առաջ, փետրվարի 28-ին, խոշոր ձնահյուսը ծածկել էր Ութարախանդ նահանգի Մանա գյուղի մոտակայքում գտնվող շինհրապարակը։ 54 մարդ, որոնց մեծ մասը գտնվում էին մետաղական տնակների մեջ, թաղված էին տոննաներով ձյան տակ։ Փրկվածներից մեկը հիշում է, որ լսել է բարձր մռնչյուն, որը նման էր որոտի։ Եվ մինչ նա կկարողանար արձագանքել, ամեն ինչ խավարի մեջ էր։ Փրկարարները ձյան առատ տեղումների և ցածր ջերմաստիճանի պայմաններում շուրջ 3200 մետր բարձրության վրա գրեթե 60 ժամ փրկարարական աշխատանքներ են իրականացրել։ Հաջողվել է փրկվել 46 մարդու, 8 հոգի, ցավոք, մահացել է։ Ռուսաստան Պրիմորիում հրդեհների սեզոնն այս տարի սկսվել է սովորականից 2 շաբաթ շուտ, դեռ փետրվարին, փետրվարի 25-ին և 27-ին հրդեհը մոտեցել է բնակավայրերին, ավերելով 18 շենք։ Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ-ը այս հրդեհները կապում է չոր բուսածածկույթի այրման հետ։ Սակայն իրավիճակը սրում է ձմեռը, քիչ ձյունով, անոմալ տաք եղանակով և ուժեղ քամիներով, որոնք նպաստում են հրդեհի արագ տարածմանը։ Մարտի 2-ին մեկ օրում գրանցվել է 17 նոր բռնկում, ընդգրկելով գրեթե 565 հեկտար։ Հրդեհը շատ մոտ է եղել բնակավայրերին, վախի մեջ պահելով շրջանի բնակչությանը։ Տարեսկզբից Պրիմորսկի երկրամասում գրանցվել է 131 անտառային հրդեհ, ընդգրկելով ավելի քան 14000 հեկտար։ 2025 թվականի սկզբից Ռուսաստանում, այդ թվում նրա արկտիկական մասում, նկատվել է սեյսմիկ ակտիվության աճ։ Ահա ընդամենը մի քանի օրինակ։
Փետրվարի 28-ին Սիբիրյան Արկտիկայի ափերին, Լապտևների ծովում, տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ։ Մարտի 4-ին Կեմերովոյի մարզում գրանցվել է 4 մագնիտուդով ստորգետնյա ցնցում, Շերեգեշ լեռնադահուկային հանգստավայրի մոտակայքում։ Բայց հատուկ ուշադրություն է գրավում 5.1 մագնիտուդով երկրաշարժը, որը տեղի է ունեցել մարտի 2-ին Կրասնոյարսկի երկրամասի արկտիկական շրջանում։ Սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնը գտնվել է Նորիլսկ քաղաքից 650 կիլոմետր հեռավորության վրա։ Ավելի ուշ իրադարձության ուժգնությունը իջեցվել է մինչև 5-ի։ Կարևոր է նշել, որ նման հզորության երկրաշարժը ոչ բնորոշ երևույթ է սեյսմիկ առումով հանգիստ Թայմիրի շրջանի համար։ Վոլկանոդիսքավերի պորտալի տվյալներով, սա այս տարածքում գրանցված առաջին երկրաշարժն էր 1900 թվականից ի վեր։ Ինչու արժե է հատուկ ուշադրություն դարձնել այս երկրաշարժին։ Դրա բացառիկ վտանգը կապված է տեղակայման վայրի հետ։ Ըստ գիտնականների, այստեղ է, որ այժմ ակտիվորեն տարածվում է Սիբիրյան մագմատիկ փետուրը։ Սա մագմայի հսկա վերընթաց հոսք է, որը բարձրանում է երկրի միջուկից եւ աստիճանաբար մոտենում երկրակեղևի սահմանին։ Ըստ Ալլատրայի գիտնականների միջազգային խմբի նախնական հաշվարկների, Սիբիրյան փետուրի կենտրոնը գտնվում է Պուտորանա սարահարթից հյուսիս, Նորիլսկից մոտավորապես 225 կիլոմետր հեռավորության վրա, եւ դրա չափերը համեմատելի են Ավստրալիայի տարածքի հետ։ Սիբիրում մագմատիկ փետուրի ճեղքման սպառնալիքի եւ տվյալ խնդրի լուծման ուղիների մասին զեկույցում ներկայացվել են անհերքելի փաստեր, որոնք ցույց են տալիս դրա ակտիվացումը, ինչը հեշտ է ստուգել նույնիսկ բաց աղբյուրներում։ Եվ Սիբիրյան Արկտիկայում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժը, որը տեղի է ունեցել փետուրի գնահատված տեղակայման գոտում, այս վարկածի ևս մեկ լուրջ հաստատումն է։ Վտանգն այն է, որ Սիբիրյան փետուրի հնարավոր բեկումը անհամեմատ ավելի հզոր կլինի, քան Ելոուստոուն գերրաբխի պայթյունը, եւ այդ ժամանակ մարդկությունը կկանգնի անխուսափելի աղետի առաջ, որի հետևանքները հնարավոր չի լինի ուղղել։ Բայց նույնիսկ նման սպառնալիքի դեպքում մարդկությունը հնարավորություն ունի կանխելու վատթարագույն զարգացումները։ Ալլատրայի գիտնականներն առաջարկել են կոնկրետ լուծում։ Դա Սիբիրյան փետուրի վերահսկելի գազազերծումն է։ Պլանային գազազերծման իրականացումը մնում է որպես ողջ մարդկության փրկության միակ հնարավորությունը, ինչն անհամեմատ ավելի շահավետ եւ խելամիտ է, քան անգործությունը։ Այո, այս գործընթացը ռիսկեր է պարունակում, բայց գիտական համայնքի մանրակրկիտ նախապատրաստվելն ու համախմբվելը կհասցնեն դրանք նվազագույնի։ Իրավիճակը փոխելու համար շատ քիչ ժամանակ է մնում։